3-4 ամիս է, որ որոշակի կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ողջ տարածքով, մի մաս չէ, 90%-ը դրա չի երևացել, հենց մեր ռազմավարությունը եղել է, որպեսզի որևէ կերպով չարտահայտվի դա մեր քաղաքականությունն է եղել և սկզբունքը, մի մասն էլ որոշ իմաստով աչքի համար տեսանելի երևացել է, մենք հյուսիսից հարավ, այսպես ասեմ, Երևանի վարչական շրջաններով բոլոր ահռելի մեծ աշխատանքներ են կատարել կազմակերպչական, մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի և ես համոզված եմ, առավել քան համոզված եմ, որ մեր վերջին վերջակետը այս անգամ ենք դնելու ենք։ Իսկ ժամկետներ կան մոտավոր։ Ճիշտ դրա մասին էի ասում, որ այսօր վաղը որոշում կայացնելու առջև ենք մեր կանգնած, հաշվի առնելով շատ փոքրիկ հանգամանքներ, ուրիշ բան չկա խանգարող։ Ես էլի եմ ասում, իմ ամբողջ մտածումն այն է, որ մենք ոչ թե չսխալվենք, այլ չձախողենք այս անգամ եւ այդ պատճառով եմ շատ այդպես զգուշավոր թե խոսելու, թե արտահայտել, թե անելիքները անելու մեջ։ Մենք հասել ենք այդ հանգրվանը, ես կարծում եմ, որ գնահատելով հասել ենք հանգրվանին, այս դահլիճում էլ մարդիկ կային նստած բավականին թվով, որոնք նաև այդ առաքելության մեջ կոնկրետ պատասխանատվություններ ունեն իրականացնելու։ Դուք ասել եք, որ շաբաթ օրերը ուղերձով հանդես չեք գա եւ այլ մթնոլորտում արդեն իսկ հանդես կգաք, սա ենթադրում է փողոցային պայքար։ Նպատակով էր, որ ես ասել եմ, որ ես այս ձևաչափով հանդիպումը ժողովրդի հետ դադարեցնում եմ ուղիղ եթերի իմաստով եւ կհանդիպենք այլ վայրերում, այլ ձևաչափերով։ Այո, հենց դա ի նկատի ունեմ։ Սրբազան չի կարող է լինել։ Այո, քիչ առաջ դա է ասում Հերմինե ջան։ Զուտ էլ եմ ասում, մի քանի հանգամանք կա, որոնք պետք է, եթե նույնիսկ չվերջնականացվեն, կարևոր չի, հասկանալի դառնան մեզ համար։ Միջև ընտրություններ պետք է իշխանափոխություն լինի։ Ընտրությունների հարց չկա, ընտրությունները շատ հեռու են, Հերմինե ջան։ Ես անցյալ օրը չեմ հիշում, որ մեկ եթերում եմ ասել, որ 26 թվի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն այս օրերին իրենք պետք է ջախջախվեն ուղղակի։